Սա պիկոն ֆլեշմանն եմ ուզում իրար հետ համատենք, երկու մոդել է, պիկոն էլի GDR-ի ժամանակվա է, սա մոտիկից նկարեմ, ստեղ տենդերը դատար կա, մատորը հենց լոկոմոտիվի մեջ է, ու պլյուս այս մոդելը լույս չունի, ինձ օրինակ դուր չի գալիս, որ լույս չի լինում վրան, սա գուցե որ թերի լինի. Շատ թույլ մոդել է իհարկե ինքը, այս զավացկոյի սրանք սա խնդիր ունեն, ասենք, քշելու ընթացքում ստոպր է տալի, մեկ էլ տենում ես այս շտանգեքը բանը լրվում են, չեն աշխատում նորմալ էլի, մեկ էլ այս հատվածում է թույլ, միշտ շատ է հանդիպում, որ ջարդված է լինում, կամ ասենք մի թեթև, ասենք, ամփույթ ես անում, այն կարա կոտրվի, ու ֆլեշմանը է, ֆլեշմանը լրիվ ուրիշ կլաս է. Արդեն լույսերով, ճիշտ է, սրա հետևն է չունի, բայց գոնե դեմը ունի, էլի, մատորը տենդերի մեջ է, ստեղ լրիվ իդեալական է ինքը, էլի, շատ ուժեղ է, ոչ մի տեսակի խնդիր չի տալիս, այս դետալիրովկեն էլ է լավը, ու իրա թվի համար, էլի, հիմա կա ավելի թարմ մոդելների մեջ ավելի լավ է լինում, ստեղ մի քիչ շտանգեքը բանը ավելի հաստ են, չհամեմատելու չի, թե սրա քաշը, թե իր ամեն ինչը, թե աշխատանքը լրիվ մատորի որակը շատ ուժեղ է։